Ազգությամբ թուրք Զարամյալ Դողու Փերինչեքն է, թուրք ազգայնական առաջիններից մեկն էր, ով իր բարբարոս նախնիների իրականացրած ցեղասպանությունը ժխտեց։ Շվեյցարական դատարանը քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտեց նրան։ Այդ ժամանակ պետական դատախազը պահանջեց ֆինանսական քրեական պատասխանատվության ենթարկել Փերինչեքին հայոց ցեղասպանությունը հերքելու համար։ 2008 թվականին Փերինչեքն ընկավ եվրոպական դատարանների դռները։ 2013-ին Միեդը վճռեց, թե իբրև Շվեյցարիան խախտել է Փերինչեքի ազատ արտահայտվելու իրավունքը։ Այդ տարիներին Հայաստանի շահերը Միեդում ներկայացնում էին միջազգային բարձրակարգ փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը, Ամալ Քլունին։ Mr. President, honorable judges, it is an honor to appear before you today on behalf of the government of Armenia. Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգայինորեն դիվանագիտական հարաբերություններում առաջնահերթ էր, առանցքային էր նաև պատասխանատվության կիրառումը բոլոր այն դեպքերում, եթե կասկածի տակ դրվեր հայոց ցեղասպանության եղելությունը։ Ցանկացած ցեղասպանություն հերքելը կամ նույնիսկ հերքելուն աջակցելը դրանք հանցագործություն են քրեականացված է վաղ։ Հիշենք, անցած տարի խորհրդարանական ընդդիմությունը նախագիծ բերեց ազգային ժողով, որի նպատակը ավելի խիստ պատժի կիրառումն էր հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ։ Իշխող ուժը հակառակը պնդում էր եւ մատնանշում արդեն գործող դրույթը, որը քրեականացնում է ցեղասպանության ժխտումը։ Այլ բան, եթե որոշել են խստացնել, միշտ էլ ողջունելի է, որտեղ ցեղասպանությունը դա միջազգային բնույթի հանցագործություն է, կարելի ասել ամենալուրջ տեսակի իրավախախտումն է։ Եթե ուղղակի ոչ թե նյութայրավական հիմքերի փոփոխություն, այլ խստացում, ես օրինակ միայն կողջունեմ նման նախագիծը։ Ֆերիդ Օրհան Փամուկ, չերքեզական ծագմամբ թուրք գրող, հասարակական գործիչ, գրականության Նոբելյան մրցանակակիրը հայտնի է հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ իր քաղաքացիական դիրքորոշմամբ, որը հակասում է թուրքական պաշտոնական կեցվածքին։ Փամուկն այն սակավաթիվ թուրքերից մեկն է, որը կիրառեց ցեղասպանություն բառը եւ իր հայացքների պատճառով ենթարկվեց հալածանքների։ Հարաբերս 300 հոդվածը քրեական օրենսգրքի Թուրքիայի եւ հրանտինքի վերաբերյալ եվրոպական դատարանի վճիռը Թուրքիայի ներսում բազմաթիվ դատական ակտեր են եղել, էլի 300 հոդվածի հետ կապված, որ որևէ գիտնական, որևէ հասարակական գործիչ կասկածի տակ է դրել Թուրքիայի պաշտոնական դիրքորոշում, որ ցեղասպանություն չի եղել եւ դրա համար նրան դատապարտել են։ Սա կոնկրետ ոչ թե ցեղասպանություն հերքելու, այլ պնդելու, որ եղել է ցեղասպանություն։ Ցեղասպանության ժխտումը քրեականացրած երկրում Շվեյցարիայում էր, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նման ձևակերպում արեցին, թե պետք է դեռ հասկանալ, ինչ է տեղի ունեցել հայոց ցեղասպանության ժամանակ։ Մենք հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք լավ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Ռուսաստանի նախագահ Պուտինը վերջերս ստորագրեց օրենք, որը սահմանում է քրեական պատասխանատվություն խորհրդային ժողովրդի ցեղասպանությունը ժխտելու կամ արդարացնելու համար, ինչպես նաև զոհերի հիշատակը վիրավորելու եւ նրանց գերեզմաները պղծելու համար, անկախ այն հանգամանքից դրանք գտնվում են Ռուսաստանում թե դրա սահմաններից դուրս։ Նախատեսվում է մինչև 5 տարի ազատազրկում։ Ռուսաստանում հայոց ցեղասպանության տարբեր հուշարձաններ կան։ Ըստ ցեղասպանագետների, հենց այդ իմաստով, եթե ֆիքսվում է ցեղասպանությունների ժխտման քրեականացումը, ապա դա հենց առաջինը պետք է ասոցացվի եւ վերաբերվի նաեւ հայոց ցեղասպանությանը։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Թուրք-ադրբեջանական տանդեմը տարբեր առիթներով դեռ շարունակում է շահարկել թրիփ նախագիծը։ Մի դեպքում թուրքական ու ադրբեջանական կողմը դրա մասին խոսում են, չմոռանալով արտաբերել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, մյուս կողմից դրա կյանքի կոչվելը որպես նախապայման հնարավորություն կտա խաղաղության պայմանագրի կնքմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում միջին միջանցքի կարևորությունը մեծանում է։ Զանգեզուրի միջանցքն ավելի կխթանի տարածաշրջանային կապը, Ասիան կապելով Եվրոպայի հետ, նպաստելով ավելի լայն տրանսպորտային, էներգետիկ եւ թվային ցանցերի ստեղծմանը, լիովին համապատասխանելով Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի առաջնահերթություններին։ Գրեթե նույն ձևակերպումն է արել Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը թուրքական խոսույթում կիրառվող Զանգեզուրի միջանցքը դիտարկելով շատ կարևոր երթուղի Թուրքիայի համար։
Ermənistanla Azərbaycan Մենք նաև համագործակցում ենք Եվրամիության հետ այս հարցի շուրջ։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանը։ Մենք շատ մոտ ենք դրան հասնելուն։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը տնտեսական օգուտներ ունի։ Քաղաքագիտական եւ փորձագիտական համայնքը սակայն նկատում է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում փաստաթղթի ստորագրումից հետո, հատկապես Մերձավոր Արևելքում Իրանի դեմ պատերազմի լարված իրավիճակի ֆոնին, գործնական քայլեր ակտիվացում այդ ուղղությամբ չի էլ նկատվում։ Մյուս կողմից փորձագետները չեն էլ հավատում, թե այդ ծրագիրը կյանքի կկոչվի։ Բանն այն է, որ ամերիկա-իրանական կողմի միջև հարաբերությունների կարգավորման առումով հավատ չկա, որ գործընթացը հալած յուղի պես կընդունեն կողմերը։ Եվ հետո ամերիկա-իրանյան բանակցությունների գործընթացում, եթե ծանր նժարի կողմը Իրանին ընկնի, ապա ամերիկացիները պետք է հաշվի նստեն Իրանի հետ։ Ամերիկյան սանիտարական կորդոն Իրանի շուրջ այս կոնֆիգուրացիա թրիպը կյանքի չի կոչվելու։ Թրիպ նախագծի մասին երբ որ խոսում ենք, երևի արդեն կարելի է ասել RIP թրիպ։ Ճնշումը եւ ներսից կա եւ դրսից կա, որը նաեւ իդեպ կազդի է տարածաշրջանի վրա, նաեւ Հայաստանի վրա կազդի։ Նիկոլ Փաշինյանը հիմա մեկ այլ տեսանկյունից է դիտարկում թրիպ նախագծի իրականացումը։ Ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագիրը, Փաշինյանը ասում է, թե նմանատիպ մեգա նախագծերի կյանքի կոչվելը կարևոր է երկրների հեղինակության բարձրացման առումով։ Մեր երկրի անվտանգության խաթարումը աշխարհում ոչ մեկի կյանքում ոչ մի բան չի փոխում։ Գիտեք ինչու։ Որովհետև աշխարհում աշխարհի շատ քիչ մարդկանց կարիքներն են բավարարվում, օրինակ Հայաստանով անցնող ապրանքների միջոցով։ Եվ այս ներքաղաքական ճնշումը ստիպումը այդ երկրների, իմ խոշոր երկրների մասին է խոսքը, ղեկավարներին հոգ տանել այդ հաղորդակցության ուղիների անվտանգության համար, որպեսզի իրանք ներսում խնդիրներ չունենան։ Փորձագետները հիշեցնում են, որ Իրան-Հայաստան սահմանը դարերի կարմիր գիծ է։ Իրանական կողմը բազմիցս հայտարարել է, այն խախտողներին ծանր եւ դառը ճակատագիր է սպասվում։ Եվ իրանական կողմից մեսիջներ են ստացվում, որ Հայաստանի հարևան երկիրը մտադիր չէ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլ անցկացնել։ Իրանական կողմը հերթական անգամ նկատում է Միացյալ Նահանգների իշխանությունները լուրջ չեն վերաբերվում դիվանագիտական գործընթացներին։ Սա ըստ փորձագետների եւս մեկ հիմնավորում, որ թրիպ նախագիծը կմնա անիրականանալի ծրագիր, կնքելով իր մահկանացուն։ Արցախի միությունը հայտարարել է, որ Ստեփանակերտում եկեղեցիների ավերումը հայկական մշակութային ժառանգության նպատակային ոչնչացման շարունակություն է եւ այն որակվում է որպես մշակութային ցեղասպանություն։ Կազմակերպությունը նշում է, որ այս գործողությունները խախտում են միջազգային կոնվենցիաները եւ դատական որոշումները, մեղադրելով միջազգային հանրությանը անգործության մեջ։ Հայտարարությամբ պահանջվում է դիմել միջազգային դատարաններ, կիրառել պատժամիջոցներ, Ադրբեջանի նկատմամբ ապահովել միջազգային դիտորդների մուտք եւ մշակութային ժառանգության հարցը դարձնել բանակցությունների առաջնահերթություն։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահը Լատվիայի նախագահի հետ մամուլի ասուլիսում արված հայտարարության մեջ։ Նա նշել է, որ Սպիտակ տանը համատեղ հռչակագրի ստորագրումից ի վեր բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել։ Սկսվել են առևտրային հարաբերություններ, մասնավորապես նավթամթերքի արտահանում Ադրբեջանից Հայաստան, նշելով Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև փոխադարձ այցերի եւ հանդիպումների մեկնարկի մասին։ Երկրի ղեկավարը նաև ընդգծել է, որ դա նպաստում է իրավիճակի կարգավորմանը։ Վերլուծաբան Թոմաս Դևալը նշել է, որ Իրանի հետ պատերազմը լուրջ խոչընդոտներ է ստեղծում Թրամփի ուղի նախագծի իրականացման համար։ Նրա խոսքով ամերիկացի մասնագետների ներկայությունը Իրանի սահմանի մոտ վտանգավոր է, իսկ ներդրողները զգուշանում են հակամարտության գոտում աշխատելուց։ Նա նաև անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, նշելով Ռուսաստանի եւ Ադրբեջանի մերձեցում, ինչպես նաև արտաքին խաղացողների ազդեցության փորձելը։ Դևալի գնահատմամբ Ռուսաստանը փորձում է պահպանել իր դերակատարությունը տարածաշրջանում օգտվելով իրավիճակից, իսկ արևմուտքի ջանքերը հիմնականում ընթանում են կուլիսներում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը խոչընդոտվում է Ադրբեջանի լոբիստական ազդեցության պատճառով։ Նրա խոսքով Հայաստանը պատրաստ է սահմանների բացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սակայն գործընթացը դանդաղում է արտաքին ազդեցությունների պատճառով։ Սիմոնյանը նաև նշել է, որ կողմերը արդեն համաձայնության են եկել մի շարք կետերի շուրջ, սահմանի բացումը ժամանակի հարց է։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ոչ թե խաղաղության կոնֆլիկտի հանգուցալուծման, այլ մի կողմի տվյալ դեպքում Ադրբեջանի սեփական պահանջները պարտադրելու օրակարգ է, որը հետագայում ունենալու է ռետրոակտիվ էֆեկտ, վերլուծում են հայ քաղաքագետները։ Բելգիայի եւ Նիդերլանդների խորհրդարանների կողմից Արցախայության վերադարձին նրանց իրավունքին վերաբերող բանաձևերի ընդունումից հետո Ադրբեջանի բարձրացրած ձայնը ըստ մասնագետների խոսում է ոչ թե համապարփակ, այլ կարճաժամկետ խաղաղության մասին։ Միևնույն ժամանակ փորձագետները համարում են, որ եվրոպական երկրների ընդունած բանաձևերը չունեն իրավական ուժ, դրանք ընդամենը քաղաքական ակտ են։ Բաքուն համարում է, թե ընդունված բանաձևը Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացի խաթարմանն ուղղված անպատասխանատու փորձ է։ Ադրբեջանում այնքան այսպես վախենում են եւ վախերը նաև պայմանավորված են հենց այն հանգամանքով, որ իրենք լավ հասկանում են, որ կոնֆլիկտը լուծված չէ, խնդիրը լուծված չէ, չկա համապարփակ կարգավորում եւ ցանկացած իրավիճակում այն կարող է վերադառնալ միջազգային օրակարգ։ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ Հայաստանում ոստիկանության բարեփոխումները չեն վերացրել անհամաչափ ուժի կիրառման եւ անպատժելիության մտահոգությունները։ Գնահատականը Amnesty International-ինն է։ Հրապարակած զեկույցում նշում են, որ 2024-ի մայիս-հունիս ամիսներին տեղի ունեցած բողոքի գործողությունների ընթացքում խախտվել են մարդկանց իրավունքները, քրեական վարույթներ, իրավապահները հարուցել են միայն ցուցարարների դեմ, իսկ ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվել։ Կազմակերպության գնահատմամբ իրականացված բարեփոխումները դեռևս չեն ապահովել բավարար հաշվետվողականություն։ Ապրիլի 21-ին Իջևան-Սևան-Երևան ճանապարհին բախվել են Մազդան, մեկ այլ մեքենա եւ Օփելը։ Վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորում։ 3 հոգի վնասվածքներով տեղափոխվել են, մի մասը Աբովյան, մյուս մասը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած փրկարարության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Դեպքի մասին բարեկային ծառայությունը Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի, Կոտայքի մարզային քննչական վարչության, Աբովյանի քննչական բաժին։ Նույն օրը Լոռու մարզում Սպիտակ Երևան ճանապարհին բախվել են Ման Բեռնատարն ու Օփել Աստրան։ Մեկ հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Սպիտակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է Սպիտակ բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Եվ նոր վարչական շրջանում նորից մեքենա են թալանել։ Թոթովենցի Ներփանցք 3 կոտրակ 1 շենքի 32-ամյա բնակիչը աշխատանքի գնալիս է նկատել, որ բակում կայանված իր կողմից շահագործվող Chevrolet Volt-ը թալանել են։ Ժամանել է ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հերթապահ խումբը։ Հիշեցնենք, որ Նոր-Նորքում էլի են մեքենաներ թալանել, բայց այդ գործերի մեծ մասը այդպես էլ մնացել է չբացահայտված։ Ժամանել են նաև ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական վարչության ոստիկանները